Կուսակցության լրատվականը գրում է. «Հարգելի ժողովուրդ, վերջին օրերին լրատվական դաշտում ակտիվորեն տարածվում են տեղեկություններ և արվում են հայտարարություններ Վարդան Ղուկասյանի Հայաստան տեղափոխվելու մասին, սակայն ինչպես հաճախ է պատահում, որոշ լրատվամիջոցներ և անհատներ փորձում են աղավաղել իրականությունը ներկայացնելով իրավիճակը այնպես, ինչպես իրենց է ձեռնտու։ Արդարության համար անհրաժեշտ է հստակեցնել մի քանի բան։ Նախ մեզ մեղադրում են, թե մենք հայտարարել ենք, որ Ղուկասյանը ազատ է արձակվել, սակայն նման բան երբեք չենք ասել։ Մեր կողմից հնչած խոսքերը միտումնավոր կերպով խեղաթյուրվում են, որպեսզի շահարկումների տեղիք տան։ Իրականությունը հետևյալն է. Վարդան Ղուկասյանի գործով իրավական գործընթացները շարունակվում են և այս պահին ոչ ոք չի կարող պնդել, թե նա գտնվում է ազատության մեջ։ Երկրորդ, նշվում է, թե Վարդան Ղուկասյանը Հայաստան կվերադառնա որպես մեղադրյալ, սա ևս բացարձակ սուտ է։ Հստակ ասում ենք, ձեր տոճորակը ավելի շուտ կտեսնեք, քան Վարդան Ղուկասյանին որպես մեղադրյալ Հայաստանում։ Իրականությունը բոլորովին այլ է։ Վարդան Ղուկասյանը կվերադառնա ոչ թե մեղադրյալի, այլ ղեկավարի կարգավիճակով։ Ուղղակի մի փոքր համբերեք։ Ամենահետաքրքիրն է, որ որոշ լրատվականներ, որոնք մշտապես աչքի են ընկել հակաքարոզչությամբ, կրկին ակտիվացել են։ Նրանց թվում է, որ առանց հստակ փաստերի շարունակում են նեգատիվ տարածել և փորձել ազդել հանրային ընկալման վրա։ Բայց մի քանի բան պետք է հասկանալ. իրականությունն անհնար է փոխել քարոզչությամբ։ Որքան էլ դուք փորձեք թաքցնել ճշմարտությունը, այն միևնույն է դուրս է գալու լույս աշխարհ։ Ձեր էմոցիաները, ձեր ոգևորությունը, ձեր արհեստական սպասումները շատ շուտով կփլուզվեն։ Դուք կառուցել եք մի հորինվածք, որը չպետք է երկար դիմանա։ Մենք տեսնում ենք ձեր սուտ քարոզչությունը, ձեր ապատեղեկատվությունը և շատ լավ հասկանում ենք, թե ում համար է սա ձեռնտու, բայց դուք էլ եք պետք։ Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Վարդան Ղուկասյանը հանդես էր եկել ուղերձով կալանավայրից, որը կրկին ներկայացնում ենք առանց։ Հարգանքներս, հարգելի ժողովուրդ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորից, ովքեր որ շարունակում են ինձ աջակցել։ Ուզում եմ անել հետևյալ հայտարարությունը։ Օրերս Գայանե Մանուկյանի լրատվական կայքում հայտնվել էր տեղեկատվություն, որ իմ փաստաբանական խումբը իրականացնում է, այսպես ասած, ինֆորմացիայի հավաքագրում։ Այս տեղեկատվությունը ամբողջովին ճիշտ է, 100%-անոց է, այնտեղ նշված հեռախոսահամարը վստահելի է և նյութը, որը որ հրապարակվել է իմ գիտությամբ։ Ուղղակի Հայաստանում իմ փաստաբանները, այսպես ասած, ուշ տեղեկատվության պատճառով սխալ են ըմբռնել հրապարակված տեղեկատվությունը։ Նորից եմ կրկնում, որ Գայանե Մանուկյանի կայքում տեղադրված ինֆորմացիան, այո, ամբողջովին համապատասխանում է իրականության և առհասարակ հետ այսու, եթե որևիցե մի տեղեկատվություն հայտնվում է իմ տելեգրամյան կանալում, Վարդան Ղուկասյան տելեգրամյան կանալում, ապա այն քննարկման ենթակա չէ։ Ուրեմն այն հրապարակվել է իմ իգիտությամբ։ Սա թող լինի իգիտություն բոլորին։ Իսկ այն մարդիկ, ովքեր որ տարբեր տեսակի մեղադրանքներ, հերյուրանքներ, վիրավորանքներ են հնչեցնել Գայանե Մանուկյանի հասցեին կոմենտարիաներով եւ այլն, խնդրում եմ հեռացնել։ Գայանե Մանուկյանը մեր թմի անդամ է, մեծ հավատարիմ է եւ շարունակում է գործել իբրև Հայաստանի Հանրապետության։ Սա մեկ, երկրորդը, ինչ եմ խնդրում ժողովրդից, Հայաստանի Հանրապետության ժողովրդից, սիրելի հայրենակիցներ, մենք տեսնում ենք, որ իմ մեկուսացումը լիակատար դրախտային իրավիճակ է ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարության համար։ Հայաստանի Հանրապետության վարչապետը բացեիբաց հայտարարում է նրա մասին, որ հակառակորդի ցանկացած ագրեսիան պետք է դիմավորել խաղաղությամբ, հաց ու աղով, եւ Հայաստանի զինված ուժերը իրավունք չունեն դիմադրություն ցույց տալու հակառակորդի որևիցե մի ագրեսիվ գործողության։ Առավել ևս հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության օրակարգից հանված է հայոց ցեղասպանության հարցը։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ նայեք ինչ է այս պահին կատարվում մեր հարևան երկրում Թուրքիայում։ Եվ Թուրքիայի իշխանությունները նույն ձևով, ինչպես որ Հայաստանի իշխանությունները, դիմելով ԱՄՆ կառավարությանը ձեռնարկել են տվեցի Թուրքիայի ընդդիմադիր առաջնորդների թիվ համար 1-ին։ Հիմա նույնը իրականացվում է իմ հետ, այսինքն թեմից եղավ իմ հետ, հաջորդ այնտեղ։ Թուրք ժողովուրդը փողոց է դուրս եկել, պահանջելով իր քաղաքական լիդերին ազատ թողնել։
Մենք այսօր ոչ թե փողոց դուրս գալով պետք է պահանջենք Վարդան Ղուկասյանին բաց թողնելը, այլ մենք պետք է պահանջենք Հայաստանի փրկությունը։ Ես խնդրում եմ ձեզ, երեքշաբթի օրը, օրը չգիտեմ ինչ օր անգնում, օրը երեքշաբթի, այս գալող երեքշաբթի օրը, ժամը 12-ին, Երևանի ժամանակով ժամը 12-ին, իմ բոլոր կողմնակիցներին, իմ հետևորդներին, իմ կուսակցության վերնախավին, նախագահին, կուսակցության վարչության կազմին, կուսակցության անդամներին, բոլորին, այդ թվում նաև այն մարդկանց, ովքեր շահագրգռված են Հայաստանի Հանրապետության վաղվա օրվանով եւ չեն ուզում դառնալ գաղթական ու փախստական, ինչպես Արցախի ժողովուրդը, այնպես էլ դուք մեկ մարդու նման հավաքվում ենք Հայաստանում, Երևանում, ԱՄՆ դեսպանատան առաջ պահանջում ԱՄՆ կառավարությունից օբյեկտիվ, նորից եմ կրկնում, օբյեկտիվ քննություն Վարդան Ղուկասյանի գործով, որպեսզի ես չգիտեմ ով է այն պաշտոնյան, ով գործարքի է գնացել Հայաստանի հանցագործ իշխանությունների հետ, ցուցաբերի զսպվածություն եւ ճիրանները հետ քաշի ինձանից, պահանջելով ԱՄՆ կառավարությունից օբյեկտիվ գործին հետևողականություն եւ ազատ արձակել Վարդան Ղուկասյանին, որովհետեւ ինձ փակելով դա Հայաստանի վերջը։ Քսինեք ինձ, չեք սիրելի, հայում եմ, չեմ հայում, բայց ես հայրենասեր մարդ եմ։ Ես ուզում եմ, որ դուք չդառնաք Ադրբեջանի, ոչ թե Թուրքիայի, Ադրբեջանի մասնիկ։ Նամանավանդ սա վերաբերվում է այն անձանց, ովքեր ունեն, այսպես ասած, վիլլաներ, գործարաններ, շքեղ առանձնատներ Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև սահմանամերձ շրջաններում։ Այդ ինչ որ տեղն է Արցախում, դա տեղի է ունենալու Հայաստանում։ Խնդրում եմ բոլորիս, դպրոցականներ, ուսանողներ, երիտասարդներ, ես 6 տարի տվել եմ ձեզ, այսօր Հայաստանի Հանրապետության փրկությունը գտնվում է ձեր ձեռքերում։ Երեքշաբթի օրը, այս գալող երեքշաբթի, մեկ մարդու նման, ժամը 12:00-ին, ավտոերթով, ցուցարարների խմբերով, Արցախ երաժշտությամբ պահանջում ենք ԱՄՆ դեսպանատունը, որպեսզի ազատ արձակի Վարդան Ղուկասյանին եւ իրականացնի օբյեկտիվ քննություն եւ ոչ մի դեպքում չտրվի Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, գլխավոր հանցագործ այդ լրտի կողմից ուղարկված այդ հեքիաթներին, այդ այսպես ասած պաշտոնական դիսկի չարաշահումով Վարդան Ղուկասյանին մեղադրում են մարդկանց թրաֆիկինգի մեջ։ Վարդան Ղուկասյանը 2017 թվականից հեռացել Հայաստանի Հանրապետությունից։ Ինչ մարդկանց թրաֆիկինգ, ինչ պետոֆիլիա, ինչ եսիմ ինչ, այդ գլխավոր լիրտ կոչվածը, որը զբաղեցրել է գլխավոր դատախազի պաշտոնը, նա պետք է դատվի օրենքի ամենայն խստությամբ, ինչպես նաև Հայաստանի կառավարությունը։ Եվ այդ անձինք, ովքեր որ այսօր կապնվել են ամերիկյան կառավարությունից Հայաստանի Հանրապետությանը, հետ նրանք պետք է հասկանան, որ նրանք գործում են հացագործների հետ միասին իդեմս ժողովրդավարության, իդեմ դեմոկրատիայի։ Բոլորից